Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի թեման վաղուց դուրս է եկել մեր երկրի սահմաններից ու տարածվում է ամբողջ աշխարհում։ Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնության հիմքում դրված գաղափարներից մեկը աշխարհին ներկայանալու խորհրդանիշը կարելի է ասել արդեն իրականություն է։ Աշխարհի տարբեր երկրներում հանրային մեծ լսարան ու հետևորդների հսկա բանակ ունեցող գործիչները խոսում, գրում ու տարածում են, հրապարակելով Հատիս լեռան ու Հիսուսի արձանի լուսանկարները։ UFC-ի աստղ Քոնոր Մակգրեգորի հետևորդների թիվն Instagram-ում գերազանցում է 46 միլիոնը, իսկ X-ի իր միկրոբլոգին աշխարհում հետևում է ավելի քան 10 միլիոն մարդ։ Այս հարթակում նրա թվիթը տարածվում է կայծակնային արագությամբ։ Ահա թե ինչ է գրել համաշխարհային ճանաչում ունեցող իռլանդացի մարզիկը։ Ես երազում եմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում։ Հսկայական հուշարձան, որը կխորհրդանշի մեր ազգի հավատը։ Հայաստանն այժմ կառուցում է Հիսուսի աշխարհում ամենամեծ արձանը, եւ այն հիանալի տեսք ունի։ Բրավո Հայաստան։ Այս թվիթը տարածում են բազմաթիվ հայտնիներ, որոնք եւս միլիոնավոր հետևորդներ ունեն ամբողջ աշխարհում։ Ամերիկացի հայտնի քաղաքական մեկնաբան Դոմ Լուկրեն հիշատակում է Բրազիլիայի արձանը ու նշում, որ Հայաստանում վերհառնողը գերազանցելու է իր չափերով։ Բրիտանացի հայտնի ակտիվիստ, քրիստոնեության արժեքների քարոզիչ, X-ում մոտ 2 միլիոն հետևորդ ունեցող Թոմի Ռոբինսոնը եւս կիսվել է Մակգրեգորի թվիթով ու գրել, որ Հատիս լեռան գագաթին բարձրանալու է ազգային ինքնության խորհրդանիշը։ Սոցցանցերում համաշխարհային աստղերն ու հասարակական գործիչները հիացական վերաբերմունքն արտահայտում են թեգելով Հայաստան անունը։ Թող Սուրբ Հոգին նորոգի ձեզ եւ հիշեցնի, որ դուք սիրված եք։ Քոնոր Մակգրեգորն այս տողերով է ավարտել գրառումը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։